Մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Դավիթ Սահակյանցը։ Բարև ձեզ, Դավիթ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես քարոզարշավը արդեն մտել է հունի մեջ, մոտավորապես 1 շաբաթ է, բավականին հետաքրքիր քարոզարշավ է գնում։ Ազգագործան խելապակասը իրեն զգում է կամ իրեն դրել է ընդդիմադիր գործչի տեղ, մարդ, որ 8 տարի արդեն իշխանության նստած է եւ ամեն ինչի պատասխանատուն է, պատասխանատվություն տիկրի Արցախի կործանման, ցեղասպանության, 120,000 հայերի արտագաղթի, երկրի կորստի, էլ չեմ ասում, որ բացարձակ պատասխան չկա այս կողմից այն 300,000 ադրբեջանցիներ, որ պատրաստվում են բերել եւ այն 1 միլիոն հայության մասին, որ թողել են իրենց բնորանները Բաքվից կլինի, Կիրովաբադից, Սումգայիթից, փոխհատուցման մասին ոչ մի խոսք չկա, Արցախայության վերադարձի մասին ոչ մի խոսք չկա, սահմանագծման մասին ոչ մի խոսք չկա եւ Հայաստանի Հանրապետությունից իրենք Հայաստանի Հանրապետությունից օկուպացրել են 240 կիլոմետրի մասին է խոսքը, բայց ըստ պարոն Բագրատյանի դրա 3-4 չափ, Երևանի 3 չափ տարածք են օկուպացրել, դրա մասին բացարձակ խոսք չկա եւ շարունակում է պատերազմի հրեշը, քարագլուխ պատերազմ ԿՊ-ն, քարագլուխ պատերազմ Նիկոլը, որ 4 պատերազմ է բերել, շարունակում է մոլորեցնել մեր հանրությանը։ Հիմա էլ քիչ առաջ հենց նոր ուղարկեցին, ինչ որ բարձրացել է մեքենայի վրա, բղավում է, այնտեղից բան է անում, ինչ որ Սամվել Կարապետյանի վրա է հարձակվում, կալուգացի, կարծես թե ինչ որ միտեղ մարդը, որ գործունեություն է ծավալել եւ այդպիսի հաջողություններ է արձանագրել եւ իր ունեցած գումարների մեծ մասը բերել է բարարարություն արել իր հայրենիքում եւ հայրենիքում ոչ մի բան չի շահել, բան իր արևին թիրախարում է եւ ինչ որ պիտակա տալի կալուգայից է, չգիտեմ ինչ է, Գագիկ Ծառուկյանին ինչ որ բաներ է ասում, որ չգիտեմ ворթիդ էստեղ է կամ եթե Լուկաշենկոին է պաշտպանում, ինքը եթե իրան եք ձայն տալի Լուկաշենկոյի շատ լավ պատասխան տվեց, դե դու էլ ուրեմն ով քեզ է ձայն տալի, ուրեմն Ալիևին ու Էրդողանին է ձայն տալիս, այդ չեմ ասում, որ լավ ապտակ սատկացրեց Ծառուկյան իրան, բանով ասած, որ ասում է գնալ եմ ворթուդ չգիտեմ ինչից բռնած sense բերել եմ ճիշտ ասում ասա դետես բերող տղա ես վեր ընկած ես այնտեղ սրիկայաբար խափել ես ասել ես որ 2 ամիս թող դիմանան գերիների կբերեմ ավելին այդ գերիների թիվը ավելի մեծացրել ես եւ բացարձակ մատդ մատին չես խփում ես որ Բաքվի բանտում շարունակում են խոշտանգվել ռազմաքաղաքական էլիտան հայ ժողովրդի պետք չի ասել Արցախի հայ ժողովրդի մեր երկրի ռազմաքաղաքական էլիտան շարունակում է խոշտանգվել եւ հիմա նորից հարձակվել է Ռոբերտ Քոչարյանի վրա ասելով որ պետք է նստի, այսինքն այս մարդը իրեն իր փիարշիկները, տերերը, թուրքերը ամենայն հավանականությամբ, որովհետև գիտեք որ Սորոսը հիմնականում գլոբալիստները ինչպես են աշխատում, իրենք ամբողջ մեխանիզմը մշակում են եւ վաճառում են շահառուների վրա, իսկ մենք տեսանք այս 8 տարիներ ցույց տվեցին, որ ամենաշահառուն դա բազմապես խելքել պետք չէ, այս տարածաշրջանի հետ կապված Թուրքիան է եւ Ադրբեջանն է եւ գնել են եւ հիմա իրենք շատ լավ այդ PR-ը աշխատեցնում են Նիկոլի համար, բայց այս ամեն ինչի պատասխանը հիմա ես հերթով ասեցի, որ դուք գաք ես նրա խոսույթին եւ արձագանքների, բայց այս ամեն ինչի պատասխանը երեք շատ հանգիստ, ինչ ճիշտ ասած շատ դուր է գալիս այն ոճը, որը որ աշխատում է եւ շփվում է հանրության հետ, իհարկե սրիկան թույլ չի տալիս, որովհետեւ եթե դու արդար ընտրությունների մասին ես խոսում, դե հավասար պայմաններ ստեղծի։ Դե օրինակ Մասիսի քաղաքապետին չի ազատության մեջ չի։ Ես այդ քաղաքից եմ եւ ասեմ, որ մեծ հեղինակությունն է։ Ինչ ես փակի տակ պահել։ Ինչի թույլ չես տալիս, որ այդ մարդը աշխատի։ Մեծ հեղինակություն է վարկանիշ ունի Դավիթը։ Էլ չեմ ասում Գյումրու քաղաքապետի մասին։ Ամենաբարձր վարկանիշը ունի եւ ասեմ, որ եթե հռետորաբանության բանավեճի մասին խոսեն, այս բառից բուն իմաստով կնվաստացնի Նիկոլին, եթե այդպիսի բանավեճի մեջ մտնի Վարդան Ղուկասյանը։ Մոռացել են Վարդան Ղուկասյանի մասին խոսք չկա, չէ՞ թե ասում ես հավասար բան, ինչ հավասար պայմանների մասին է խոսքը։ Նույնը վերաբերում է իհարկե, նույնը վերաբերում է Սամվել Կարապետյան։ Դե թույլ տուր թե մարդկանց մեջ դուրս գա, բայց այդ ամենով հանդերձ շատ ճիշտ է պահում եւ երեք էլ այս PR տեսանկյունից շատ ճիշտ են աշխատում, որտեղ իմ տպավորությամբ, որ Սամվել Կարապետյանը հնարավորինս արդեն իր Մարիամ, հնարավորինս արդեն իր բնական վիճակին է ինքը գալիս, այսինքն երևում է եւ խոսույթը եւ կեցված կերպը, այո, մեկ բառով ասած, այդպես եւ երեք ես եթե այսպես ամբողջացնենք մի բաց է հերիքու բոլ եղավ ասում է SS ռադդ ներողություն եմ խնդրում բայց ինչի ներողություն հիմա եթե ինք իրանքը շունշանգյալ չգիտեմ կալուգայի ինչ օլիգարխին տարել է նստածրել է իր գլխին բացառիկ արտոնություններ ա տվել թիվ 1 օլիգարխին էմիս օլիգարխն էլ իր
չգիտեմ թմրա եսի ինչերով է զբաղված, ինչ բան մախինացիաներով ինչերով են զբաղված, իրանց խաղաղատաներով, իրանց բանկային էս այլանդակություններ են։ Մի քանի օլիգարխ դրել են, մեկն էլ sense քնչականից քնիչ էր, մի հատ հիմա եկել է սուպեր սրտի օլիգարխա դարձել ինչ որ Նարեկ, այն Վիվարոյի Վիգեն է տեղա դարձել, մշտական սրտի օլիգարխ Ալեքսանյանն էլ վզինա դրել, գլխինա դրել, թե ինքն նստել Լեֆիկ Սամվելն ասում, Սամվել Ալեքսանյանն ասում, դրա գլխին ասում, օլիգարխի դեմ, չգիտեմ ինչի դեմ։ Դրա պատասխանը լավ տվեց, ռադդ քաշելու ես, ռադես լինելու գնալ։ Խնդրեմ, ես կուզենայի ամեն ինչին անել, հետո շնորհակալ եմ հրավերի համար, թեև շատ եք հրավիրել, բայց ես էի այն բաներ, որ ժամանակը ճիշտ որ իսկապես չէի գտնում ինչ խոսել, բայց իհարկե տամճը կուտակվում է, իհարկե ամիջը հետևել եմ, լսել եմ ուշադիր, տանջվել եմ, պահեր ա եղել, որ հույսը արթնացել, բայց կարծում հենց այս էտապներից մեկն է, որը որ բարբերաբար մեր մոտ լինում է, հույսով եմ այս իսկապես կլինի վճռական եւ վճռորոշ փուլ եւ մեր հույսը սինչի մնա, սինչի, իսկապես կա հույս։ Ես կարծում ինչ որ վերաբերում է Սամվել Կարապետյանին, հասարակության մեջ տպավորված, դաջված մի բան կար, օբրազ կար, Տաշիր Սամվել։ Ես ներողություն եմ խնդրում, հենց հիմա փորձում էի մեր ուրեմն հաղորդաշար ուղիղ եթերում հետևել, ուրեմն այս ազգակործանները տեսեք ինչ է։ Դուք տեսեք ինչ հարցակում է YouTube-ի կողմից, տեսեք ինչ այլանդակ հարցակում է։ Ես ձեզ խնդրում եմ, եթե տեսնում եք իգնոր եք անում միանգամից, բողոք եք ուղարկում այդ գովազդատույտեմ, այդ դրանց դեմ, որտեվ իսկապես իրենք փորձում են այո, բոլոր հարթակները գրավել եւ հիմա ասենք Հայլիում Նիկոլի գովազդը պատկերացնում եք YouTube-ը մտցնում է մեջը։ Այո, բոլոր ալիքներով, օդում կախված լուրերի նույնիսկ իրանք մետայի մետա այդ կորպորացիայի պայմանավորվածություն ունեն ներքին թե ոչ ներքին, չգիտեմ, որ իջեցվեն դիտումները բոլոր հակապահական նիկոլական ինչ որ էջեր եւ այլն եւ այլն։ Այսինքն տեսանելիությունը այդ էջերի շատ իջած է այս պահին։ Դրա համար նույնիսկ այդ պատնեշը ճղելով ջարդելով ամեն դեպքում գնում ենք առաջ ու առաջ Աստված հաղթանակի կհասնենք։ Կար մի հաստատված մենք ճանաչում ենք Տաշիր Սամվել էին ասում, Տաշիր Սամո էին ասում։ Եվ այլն, այսինքն մենք ունենք ու Տաշիրը մեխանիկորեն քեզ կապում էր արդեն քո հողի հետ։ Ու դու երբ որ ասում ես Տաշիրից, դու հասկանում ես մարդ Տաշիրից է եւ այլն եւ այլն։ Ինադու բերվեց այդ թեզը, որ Կալուգայի օլիգարխ, որ պոկեն Հայաստանի իրականությունից, որ ստացի, որ ինքը դրսի ինչ որ մարդ է։ Տվյալ դեպքում իրանց պատկերացած Կալուգայի։ Հիմա իրենք կարող են ասել Թուրքի օլիգարխ Նիկոլ։ Միանշանակ արդեն մենք ոչ թե կարանք, արդեն իրանք էլ են ասում դրա մասին, նրանք հանգիստ դրա մասին խոսում են, հրճվում են, նրանք իրար ականջին փսփսում են, միկրոֆոն են թաքցնում հասարակությունից, բայց խոսում են դրա մասին, որ իրանց տերերը էս են արել, այս են անում, սա են անում, սա են պատրաստում, մենք ինչ welcome խոսք պետք է պատրաստենք, որ մեր տերերը հեսա մեզ ինչ-որ բան են անելու, ժեստ են անելու, մի հատ ողջ ունենք այդ ժեստը, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Պլյուս արդեն ձևավորված, թող ուրախացնեմ Նիկոլին ու իր թայֆին, արդեն ձևավորված շատ լավ, շատ լուրջ կարծիք կա, որ Նիկոլը արդեն կատարում է ուղղակի մարզպետի, Ալիևի նշանակած մարզպետի ֆունկցիաներն է կատարում այս երկրում, եւ արդեն լրիվ իրանց դուքյանն են փորձում սարքեն, վերջնական դառնալով ուղղակի ադրբեջանական ու թուրքական թեզերի առաջ տանող ու մեծ տիպով ապրել այն օրենքներով, որոնք որ թելադրվում են դրսից։ Դրա համար ասել Սամվելը ստեղից է, տենտեղից է, մենք վստահաբար կարող ասենք, որ դու հաստատ իջևանցի Նիկոլը չես, դու հաստատ երևանցի չես, մնում է մեկ բան, դու արդեն թուրքա, ինչ չգիտեմ, Բաքվի երևի, Աբշերոնի Նիկոլ։ Տենց առաջարկում եմ կոչենք իրան Աբշերոնի Նիկոլ եւ այդ մարդը այն ամեն ինչ որ ինքը անում է, դա դրա մասին է խոսում։ Շատ դաժան պայքար է գնում, բնականաբար դե սպասվում էր, որ այդպես է լինելու, որտեվ իսկապես նրանք իրենց կյանքի մայքրիվ են տանում։ Այն պահից, երբ որ իրանք կորցնեն իշխանությունը, իսկ ես կարծում եմ, որ կկորցնեն իրանք իրանց իշխանությունը, իրանք շատ լավ հասկանում են ինչ է սպասում իրանց, որտեվ այն մղձավանջը, որի միջով ինքն նա ուղղակի քարշ է տալի բոլորիս, չի կարող անհետ մնալ։ Հայ ժողովրդին։ Պատասխանը մի օր պարտադիր դու ստանալու ես հենց ժողովրդից, հասարակությունից, խաբված հասարակությունից, դավաճանված հասարակությունից, երեխաներին կորցրած հասարակությունից։ Ու վաղը երբ որ այդ նույն մոլորվածների, թեև ես շատերի մոլորվածությանը չեմ հավատում, բայց կարծում եմ կհայտնվեն տես մարդիկ, ովքեր որ կասեն, վայ մենք չգիտեինք բան, վայ մեզ խաբեցին եւ այլն, դրա պատասխանները պետք է տալ։ Ոնց որ օրինակ չեմ հասկանում, ոնց չեն պահանջում նույնիսկ իր սատարողները
բանի դեպքի վրա կենտրոնանամ, այդ քանի որ կուտակվել է, չէ՞, շատ բաներ դրա համար։ Երբ որ գործից հանվեց թանգարանի տնօրենը, երբ որ գիրք նվիրեց, նա ասաց, որ մեր բանի մեջ Արցախ բառը օգտագործելու դեպքում ինքը գնում է ոնց որ հակադարձում է այն իշխանական դիրքերին, որոնք որ կան, դրա համար մենք իրան գործից հանում ենք Արցախի մասին գիրք նվիրեց։ Հիմա դու մեկը, ով որ կանգնե ասել ես Արցախ ու դրանով հրահրել ես պատերազմ։ Եթե այն կինը հանվում է գործից, դու ինչ իրավունք ունես մնալ քո պաշտոնի։ Եթե դու մենակ այդ բառով հրահրել ես, թող քո ասածով էլ չլինի, կամ ինչ կապ ունի 5000 Արցախ Հայաստանը եւ վերջ ֆրազայով եւ գնալով նկարվելով Տատիկ Պապիկի, գնալով ինագուրացիայի Արայիկի Հարությունյանի եւ այլն։ Երբ որ դու գնում ես այնտեղ, դու դրանով դու քո բանին այնտեղ հիակը ուղարկելու, կռվելու, էրատո ջոկատ ստեղծելու, դրա պատասխանը ով պետք է տա։ Թող 5000 հոգու ըստ քեզ զոհերի մասին չենք ասում, թեև ես կարծում որ ցավոք սրտի միգուցե եւ ավել է, աստված տա որ ավելի քիչ լինի, դա կարեւոր չի, էական չի, 3000 քանիսը թեկուզ ձեր պաշտոնական թվերը։ Սուտ է խոսում, թող ներկայացնի թվերը եւ անունները, սուտ է խոսում։ Շատ է 10000-ի մասին է խոսում։ Նույնիսկ ինչ որ թիվ եք շրջանառել, դու ինչ իրավունք ունես այդքան 100 հոգի թող լինի, թող 1000 հոգի լինի, բոլորի հոգին լուսավորվի։ Դու ինչ իրավունք ունես դրա պատասխանը չտալու։ Ինչի հասարակությունը չի կանգնում ու ասում, լսի, դու 300, 400, 500, 1500 հոգու կյանք ես կերել։ Դրա պատասխանը ով պետք է տա։ Ինչի Երանոսյանները, բաները, դերասանները, ովքեր որ այսօր հայտնվել են ԿՊ-ի բաներին, ման են գալի, բուկլետներ են բաժանում։ Բայց ֆրացեք հարցրեք ձեզ այդ մարդուց։ Ով է պատասխան տալու մեր երեխայների մահվան համար։ Հետո թեկուս, չգիտեմ, այդ թվերով ընդհանրապես սխալ է երևի խոսել, բայց այդ բոլոր երեխաները ապագա ունեն այս երկրում։ Այդ բոլոր երիտասարդ տղաները կամ ոչ երիտասարդ կապ չունի, ընտանիքներ ունեն, ընտանիք ունենալու հնարավորություն ունեն, այսինքն այդ մեկը դառնում է երկու, նույն հրաների մոտ չէ, եթե դու փրկել ես մեկ հոգու կյանք, դու փրկել ես 100 հոգու կյանք, այդպես ֆրազա ունեն իրանք։ Հիմա եթե բազմապատկենք այն սարսափը ու այն ահռելի բանը, որ դու այսօր այն 20 թվականից հետո արել ես մեզ այս ազգի գլխին, դու ոչ թե 5000-ի մահվան պատասխանատու ես, դու 100,000-ների պատասխանատու ես, որտեղ դրանք պետք է ապրեին, երեխա ունենային, մեծանային, ապրեին, հələ չենք եկեք հիշենք կոവിഡ്ի օրերը, ինչ է կյանքերը, բա հայրենիքը, բա այդ ամբողջ ժառանգությունը։ Դե ես քանի որ շատերի համար հայրենիքը արդեն լրիվ ձևական չփոխվի, դրա համար դրա մասին խոսենք, գոնե խոսանք նրա մասին, որ գոնե դուք որպես մարդիկ, ովքեր որ ինչ որ զգացմունքներ ունեք եւ հարգանք ունենք անցավորների նկատմամբ, գոնե այդ վրա սեղմելով հասկաս մարդիկ դուք գիժեք, դուք ինչ ում հետևից եք գնում։ Մի մարդ, որ արդեն ասում խաղաղություն ենք բերել, ինչի 5000 հոգու հաշվին դու խաղաղություն ես բերում, հետո ասում ես էլ չեն կրակում այս սահմանին, կրակե պրծել են 5000 հոգու կյանք են տարել։ Ում օրոք է այդքան զոհեր եղել։ Այդ տականքներ, ո՞նց եք դուք տենց ապրում։ Եվ բարձա իրանք վերջի կռիվն են տալի եւ պետք է անեն ամեն ինչ իմանալով թե իրանք ինչա սպասում։ Ուրիշ հարց, որ ես կարծում եմ, որ նույն մոտեցումը պետք է ունենանք մենք, որովհետեւ եթե նրանք միայն իրենց կյանքի մասին են մտածում, մենք պարտավոր ենք մտածել մեր հայրենիքի ապագայի մասին եւ մեր երեխաների ապագայի մասին, դրա համար մենք ավելի կատաղի պարկար պետք է տանենք նրանց դեմ, որտեւ մենք կռիվ ենք տալի ոչ միայն մեր կյանքի համար, այլ մեր երեխաների կյանքի համար եւ այս երկիր լինելու չլինելու համար։ Թող Արցախի օրինակը ձեզ Արցախը մեզ շատ դաժան օրինակ դարձավ, շատ դաժան դաս եղավ, բայց կուզեմ որ հասկանա հասարակությունը, որ այն ինչ որ կատարվեց Արցախի հանրապետության հետ, կատարվելու է մեզ հետ, եթե սրանք մնան իշխանության։ Այստեղ հայաթափվելու է, թող ոչ մեկ իլյուզիաներ չունենա, որ այստեղ մի քիչ լավ կլինի թուրքերի հետ առևտուր կանենք, առհատուկ առևտուր կանենք։ Իրանք չեն պատրաստում, իրանք բաների մեջ չկա, պլանների մեջ չկա, որ մենք եկեք հայերի հետ լավ առևտուր անենք։ Այդ առևտուրը առաջի քայլն է, որից հետո սպասվելու են հետո սպիտակ կոտորած, չգիտեմ, յաթաղանով կոտորած, արդեն էլ ոչ մեկ ուշադրություն չի դարձնի։ Այն ձեր մակրոններ, ովքեր որ այսօր կան վաղը չկան, ոչ մեկ պատասխան չի տալու իրանք արածների համար։ Մակրոնը գնալու է իր գերանտաֆիլ հալով, գնալու է իր պարավի հետ միտեղ սթրվի, իսկ չենք էլ իմանա որտեղ է ինչա, որ գա զանգես, ասես Մակրոն դու մեզ ասել ես որ կօգնես։ Միշելից լուր ունեք, ինչի, Միշելի Մակրոնի կամ Տրամպից, WhatsApp-ից ինչ որ բանա ավելացե մեզ մոտ։ Ինչու մենք ապագան մեր ավելի պայծառադարձ է,
Վաղը չի լինելու, բան կանեն, impeachment կանում Ամերիկան, ռատ կանեն այդ դեգեներատին, ինչ են կանելու հետո։ Կամ Մակրոնը դուր է, ինչ անելու, թե իսկ դուք համոզված եք ով է գալու Ֆրանսիա, մտածել եք մի քայլ առաջ Ֆրանսիայի ով է այն մարդը, որը գալու է Մակրոնի փոխարեն, կարող է գալիս է ավելի հայատյաց ինչ որ մի հատ իդեպ շատ դուրս եկավ Հրանտ Բաղրատյանի, եթե չեմ սխալվում ինքը այդ բանը տվեց, չէ, Խոսրով Վահրությունյանը։ Ասեց ամենահակահայ Մակրոնը երբևէ եղած ղեկավարների նախ որևէ մեկը հակահայ չի եղել վերջին տարիների նախագահներից Ֆրանսիայի որևէ մեկը գիտենք թե ինչ փայլուն հարաբերություններ եղել լավ է որ ինչ որ ֆիլմերը նկարանեցին օրինակ թե երկրորդ նախագահի ժամանակ ինչ հարաբերություններ չէ Ժակ Շիրակի հետ եւ ոչ միայն ինչ հարաբերություններ եղել հիմա բանը հիմա ինչ որ Գերանտաֆիլի իզվրաշենիցի հետ ընկերությունը դարել է հայերի համար վայ մեր Մակրոնը մեզ լավ դե ժողովուրդ ամոթ է արդեն ինչքան կարելի է այդ դրսից մարդ սпасել ուրախանալ իր գալուն ինչ եք ստանում իրանից, էլի ինչ է։ Նիկոլի պահվածքը, խոսույթը, որ հիմա ինքը շարունակում է ցինիկաբար իրեն այնպես պահել, որ ինքը շարունակում է մնալ ինքը ինստոմային բան այն ռուսերեն բանկա է Զաբիտը Վուգովիչը սխմված է։ Ինքը իրական չի փոխվել, ինքը ոնց որ եղել է 18 թվականին կամ 16-17 չեն փոխել։ Միլիարդները բացազայտ չեն փոխել։ Չէ, պրոստը բան թրիկի հոտը փոխվել է ուրիշ ինչ որ հոտով, երևի ինչ որ պարֆյում է։ Փոխվել է որ։ Դե երևի փոխվել է, չգիտեմ, թող կողքի կանգնողները ասեն։ Ես կարծում եմ ինքը միշտ եղել այդպես ինչպես ինքա դրա համար բարբերաբար հենց իր այդ բնական վախը այդ արտնանում ինքը դառնում է այն ինչ որ միշտ եղել է ճվճվան ղժղժան ուղակի ֆրազաներ արտահայտող եւ ինքը հասկանում է որ ինքը այլ շփման ձև չգիտի ժողովրդի հետ ինքը մենակ տենց է շփվել ժողովրդի հետ ինքը այդ նույնիսկ մարդը սեր բացատրելուց այդ կեղծավոր զզվելի սեր արտահայտելուց ինքը տհաճ է ինքը հիստերիկայի մեջ է դա ասում ինքը զզվանքով է սեր խոստովանում այդ ամեն ինչը երբ որ դու տեսնում ես ինքը չի փոխվել եւ ինքը ուրիշ ձև շփվելու չունի հասարակության հետ ինքը չի կարա ինտելեկտուալ բաներ խոսա որտեվ Իրանը չի ինքը չի կարա բանից խոսա չգիտեմ արվեստից խոսա որտեվ ինքը չի այդ Իրանը չի ուղակի Իրանը չի Իրան մնում է նույն ձևի վերադառնան այդ իր բնական հիվանդագին իրավիճակին ունի ինքը պարոն Սահակյանց այդ ընտրազանգվածը եւ դրանց համար է միշտ եղել է բայց վստահ եմ որ նվազել է Որ շերտի համար է աշխատում Իրան ըստ երևույթի Իրան պետքա գոնե այն ինչ որ մնացել է հաստատ գա եւ ընտրի Իրան որտեվ կարա շատ ավելի դաժան լինի իր համար այսինքն եթե նույնիսկ գիտեք ինքը թող երևի մարդը չկա արդեն միգուցե լավ չի հետևից խոսել հիշում եք բանին Տիգրան Կարապետյան ՀԼՄ-ի իմիջիալոց էլեկտորատը շատ մոտ է այն ժամանակվա բանի իր էլեկտորատը ու Նիկոլի էլեկտորատը ժամանակին ինքը հիշում եք Սևան տուրեր կազմակերպում ադամատներ էր բաժանում եւ այն ընտրություններից առաջ հետո հիշում եք որ ինքը եթե մտավ ասեց հապես չեք անում ես դες կան բան եմ տվել Դուք ոնց ինչ չեք քվեարկում, այդ մարդը իրոք մանրաժեր։ Բայց այս տարբերությունը ասեմ, ինքը այս պարագայում, ինքը իրան պետքա գոնե այդ հաստատ այն մասնա, որը ուրախանում է, երբ որ դու քո հայրենակցուն ցեխն ես կողում, իսկ Նիկոլը դրանով է զբաղված։ Իր հայրենակիցներին ցեխն է կողում, բայց ծպտուն չի անում թշնամիների նկատմամբ, այդ հրճվող մասան իրան կարևոր է պահել։ Ու շատ ճիշտ ասեց Ծառուկյանը։ Շատ ճիշտ ասեց իրեն։ Իհարկե, եթե բերող ես, Ծառուկյանի տուն գնա բեր։ Ծպտուն հանող ես, լրտացող ես, ինչ որ բան ասող ես, նստածնող եմ, դե գնա չոքել ես, չգիտեմ, ինչ ողորմելի վիճակում ես Ալիևի ու հետո փրկվածները, երբ որ այդ Վագիև Խաչատրյանն է, չէ, անունը, երբ որ բարևում է այդ գերությունից Յակոբը ու դու վերցնում ես հետո իրան եք ցեխը մտցնում։ Գերությունից վերադարձածը, որը եկել է Ռոբերտ Քոչյանի ձեռնա սխում, դուք հետո իրան եք ցեխը կողում։ Բայց տեսեք էլի մարդկանց բանը նկարագիր է էլի ով են իրանք ինչն է իրանց ներսը Հետևաբար իրան ովքեր են շարունակում եթե մենք բաց խոսենք չէ միշտ մեզ ասում են պետք չի ժողովրդին բան ասել այդ մարդկանց հիմա այդ զանգվածը որ գնաց Նիկոլի հետևից կործանեց հայոց աշխարհը հայոց աշխարհի մի չքնաղատված կործանել է այդ զանգվածը որ գնացել է ես միշտ ասում եմ ինձ ասում են բան ես ճիշտ ասած հիմա մենք նախնական զրույցում խոսում ենք ես միևնույն է հոգուս խորքում շատ հարցեր ունեմ նրանց հետ կապված ովքեր որ 18 թվականին գնացել են Նիկոլի հետևից լավ ասենք մի տարի գնացի գոնե 19 թվականի խելքի չերեկի որովհետև այն այլանդակությունը որ ինքն էր բերում
Ես Պարոն Սահակյան, ես չեմ պատկերացնում մարդը կանգնի ասի ծեփեք, դարամ այլանդակություն եւ դու իրան ուզենաս։ Ինձ համար ճիշտ ասած Ձեր եթերների ժամանակին 19 թվականից ասում եք հիշում եք մի ժամանակ ինքը որ էկրան ուղիղ եթերում ուտում էր ու ասեց ինչ որ բաներ էր անում, այո, անգամ դա հաճե հիշել։ Հետևաբար որ ինձ ասում են իմ համար այդ մարդիկ sense բան մերժելի ու այստեղից կարող են ես ասել եմ կարող է նեղ սրտեն ասեն համենայն դեպս միշտ պայքարի մեջ եղած մարդկանցից առաջնորդներից ես մի հատ բան գիտեմ մի հոգի գիտեմ Ռոբերտ Քոչարյանը որ առաջին օրվանից ասեց ճամփրուկ չի սա աղետ է եւ պետք չի սրիկայաբար ինչ որ բաներ գցել Ռոբերտ Քոչարյանի գրպանը ինքը առաջին օրն ասել էր եւ հասկանում էր որ թե սա ինչ աղետ է բերելու մեր գլխին եւ ինչի է սա վերածելու հա այսպեսի մի բան կա էլի չէ եկեք մեր ժողովրդին բան չասենք բայց այսքան կործանելուց հետո այն մասը որ գնաց մասան որ գնաց իր հետևից հիմա մենք պետք է դեռ իրենց բան չասենք որ ասենք թրքաբարո թրքահենք այդ քաղաքականություն վարողի հետևից գնացին եւ իրենց վրեժը լուծեցին անգամ այսպիսի մի տեսակետ կա որ 65 պլյուսներն են գնում Նիկոլի հետևից որովհետեւ որ սովետական միությունը փլուզվեց իրենց մի մասը իրենց չկայացած կյանքի համար մի մասը արդեն երիտասարդեր հասուներ եւ այլն իրենք վրեժ են առհասարակ լուծում բոլորից եւ այդ վրեժի համար գտել են մի այլանդակություն բառից բուն իմաստով Նիկոլին եւ այդ այլանդակությամբ վրեժ են լուծում մյուսներից այսպեսի եւ իրականում բայց 65 պլյուսները որ հիմա գնում են Նիկոլի հետևից իրենք մեծ հաշվով վրեժ են լուծում իրենց թորներից որտեւ իրենք պղծում են իրենց թորների ապագան այսինքն մենք պիտի դրա մասի խոսենք հետո 90-ականներին քանդվելու սովետիկ քանդվելու ժամանակ ինչ որ մի հասարակության մի մաս ասենց ասենք կտրուկ ինչ որ հաջողություններ են հասել ձևավորվել են ընտանիքները միգուցե գնացել են հետո վերադարձել են բայց միանգամից եւ ճիշտ կրտված դիրքավորեցին դրանք երևի դրան համար են նախաձեռնել նորմալ կրթություն ստացած եթե այն ժամանակ համալսարանը ավարտել որ պոլիտեխնիկ եմ ավարտել տաքսի եմ վարում դուք պատկերացնում եք պարոն Սահակյանց մարդը նորմալ սովորեր համալսարանում եւ պահանջարկված չլինի Մարդը նորմալ սովորել պոլիտեխնիկում, կարող է չգիտեմ, ես ոնց էիք սովորել, ոնց էիք արդեն, բայց իրենք վրեժ ունեն, որ ինչի սովետական միությունը փլուզվեց իրանց կյանքում, չեն գիտակցում, բայց նա վրեժ ունի Ռուսաստանից։ Աբսուրդ է, չէ՞։ Այդ կյանքը իրանց տվել է սովետական միությունը մեծ հաշվով ռուս ժողովուրդը, բայց այդ 65 պլյուսը ինքը վրեժ ունի Ռուսաստանից։ Մի աբսուրդային բան է, ես խնդրեի սրա մասին խոսել եւ ասել, որ հիմա եթե դուք գնում եք, դուք Էլի շնորհաղետ եք բերում մեր գլխին եւ ձեր թորների գլխին։ Նիկոլին ընտրել է։ Իրանց մեղքը միանշանակ է, դրանով ես լեովին համաձայն եմ, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում ամենամեծ պատասխանատվությունը դրված է էլիտաների վրա, որոնք որ պետք է օգնեն կողմնորոշվել հասարակության այն զանգվածին, որը չի կողմնորոշում այս կամ այն հարցում եւ այլն եւ այլն։ Էլիտաներն են մեր ժամանակ առ ժամանակ միշտ եղել կոսմոպոլիտ, միշտ եղել են հակառուս են եղել, ավելի արևմտամոլ են եղել, թեև այն արևմուտքը, որը կար 80-ականներին, 90-ականներին, այլևս գոյություն չունի։ Արևմուտքն էլ է տրանսֆորմացիա ապրել եւ դարձել է շատ վտանգավոր մեզ համար, մեր նման ազգերի համար, շատ վտանգավոր գործոն է դարձել արևմուտքը։ Ինքը իր մեջ այնքան վտանգավոր տարեր կա հասարակություն, այդ ցիվիլիզացիայի մեջ, որոնք մեր դեպքում կարան կործանարար լինեն։ Ու եթե իրանց համար էլ է կործանարար, ուղղակի իրանք կարող են իրանց թույլ տալ պատմության կտրվածքով մի քանի տասնյակ տարի հետո կործանվեն։ Այդ իրանց ներքին գործն է, բայց մենք այդ հնարավորությունը չունենք, մենք այսօր վաղվա մասին ենք խոսքը։ Ես շատ հաճախ ասում եմ, որ այդ հենց այդ շերտը, որ կա, իրենք այսպես կոչված իբրև թե էլիտար, իբրև թե կրթված, բայց հիմնականում թերուս բան մարդիկ են, որովհետև դա էլ է խոսում իրենց ոչ լիարժեք լինելուց, որ իրենք ինչ որ բաներ արդեն անցել է, իրենք դեռ հետ են, հին են, իրենք այդ իրանց արևմուտք բան, այդ արժեքների ինչ որ բաներ արդեն գնացել, փոխվել է, ոնց որ կար, չէ՞ ինչ որ ուժեր կային, sense արևմտամետներ, մենք բան, բացարձակ արժեքներ, ժողովրդավարություն, լիբերալ արժեքներ, չգիտեմ, ես ասում ես, ընկեր ջան, դա արդեն վաղուց վերածվել է, ձևախեղվել է ուրիշ բանի, բայց իրենք հին են, իրենք ճկուն չեն, իրենք թերուս են, թերի են, ես այդ լղոզածների մասին եմ ասում եմ, իբրև թե կրտյալ են, իբրև թե բան են, չէ, այն բլեանը կան, իրենք վաղուց արդեն հին են, վաղուց արդեն հետ են մնացել։ Մենք վերադառնում ենք էլիտային, ինչի, որտեղ եթե էլիտան հասկանար, եթե էլիտան էլ անշնորհակալ
եւ այլն այդ սաղատկությունները ինքը դա փոխանցում է նաեւ այն հասարակությանը, որով ապրում է այդ էլիտան, որ սնվում է այդ էլիտան։ Եթե դու դերասան ես, դու սնվում ես էմոցիաներով քո հանդիսատեսի, դու պատասխանատվություն պետք է կրես իրանց առջև։ Դու իրավունք չունես գորգոր ինչ որ հիմար թեզերի շարունակողը դառնաս, որ հետո տանես բերես այն օրվա ու արդեն բերել են, հասկանես, նորից կանգնել ես իշխանության կողքը, այս ամեն ինչից հետո արդեն բանա ինքը քրորեն պետքա պատժվի երևի, որովհետև իրավունք չունես դու ձեզ տենց բայ։ Հասարակությունից ավելին ենք պահանջում։ Այդ հասարակությունը պետքա ձևավորվի ռոպագանդայի տակ չլինի այն աստիճան, որը որ կա, պետք է լինի հակապրոպագանդա պարտադիր, որ մարդկանց նաև կրթես, սովորեցնես այն արժեքների վրա, որոնք որ նորմալ մարդուն բնորոշ արժեքներ են, նորմալ փոքր ազգերի, ովքեր որ գոյաբանական խնդիր ունեն, այդ բաներով պետք է կրթես հասարակությանը, պետք է փորձես իրան առաջ չթողնես ինքը այդ ճաճի մեջ մտնի, իսկ իրանք քացով բրդում են այդ ճաճի մեջ, շարունակում են էլիտան խեղդում այդ ճայճի մեծ հասարակությունը հետո հենց պետք է գալի դիակները հանում է ու սկսում ասում տեսար ես քեզ ոնց փրկեցի այս պահին հասարակությունը չել նկատի ինքը ոնց է սուզվե այդ ճայճի հատակը այդ էլիտաների կողմից որոնք հետո իրան հանում են ջրի երես ու ասում են դե հիմա արի հիմա համար քվեարկի բարձա դու իր համար հիմա փրկիչ ես բարձա իրանց համար իրանց նման խժխժացող այդ պատկասում եք այդ ճահիճի տակ որ պարկած են վերևից ճվճվծոցը Նիկոլի որ գայս է մեկ էլ իր ձեռքն է տեսնում ոնց է ինքը ինձ իրան անում բարձա ինքն է իր փրկիչը Այդտեղ ոնց կարաս դու արդեն հակառակը դու պետք է անես անի որ էլիտան երկրի պետք է անես անի որ չկարողանա որ հասարակություն չսուզվի ճաճի այդ ծինայի մեջ չմղճրվի խեղդվի ճաճի մեջ հետո պահանջենք իրանից պետք է կրթել այդ հասարակությունը պարտադիր իսկ այդ ֆունկցիան հենց էլիտային է հասարակությունից հետո եթե տվել ես ամեն ինչ հասարակությանը կրթության եւ այլն գիտակցություն է տվել այդ Նիկոլը չէր գա 18 թվականին ինքը մեկը մերժվեր մարտի 1-ին երբ էր ինքը եկավ մտավ բայց հիմա մենք արդեն ինքը արդեն մերժված պետք է գար եթե էլիտան այդ ժամանակ պլան չունենար գծած որով Նիկոլը գալիս է իշխանության ու հասնում այն ամենին ինչ որ դե ազգային բան ողբերգության վերածվեց եթե այդ նույն էլիտայի 99%-ը երևի բացառություն մի քանի հանրապետականների բացառություն Աղվան Վարդանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ողջ բանը ժամանակ ես հիշում եմ Գուրգեն Եղազարյանն էլ դեռ չէ Մենուա Հարությունյան Գառնիկից չգիտեմ ասես մատերի վրա կարելի է հաշվել եթե էլիտա այդ աղբակույտով ոգևորվես չէ մեծ հաշվով փողոցից եկած անհետագից այդ էլիտայի մեջ բայց նաև մտնում են դերասաններ, սպորտսմեններ, մարդիկ ովքեր որ ձևավորում են կարծիք, մարդիկ ովքեր որ կարող են 1, 2, 3, 4 հոնքու հասցնել բայց մյուս կողմից ասում ենք սովետական կրթությունը բարձր բան չգիտեմ ինչ կրթություն էր, բայց երբ որ Նիկոլը հրավիրել է առաջին ասում ենք սովետական կրթությունը ֆայլում կրթություն էր, միանշանակ ձեզ բայց եկեք հիշենք հիմա ձեր դասարանում քանի հոգի, այդ նույն կրթությունն ենք ստացել։ Քանի հոգի դարձավ օրինակ, ինչ որ X դասարան վերցնենք։ Քանի հոգի դարձավ մարդ, մնացածը ցանկացած դասարան 2-3 հավասարաչափ ստացել ենք։ Բայց ես ուրիշ անուններ եմ հիմա տալիս Փելեշյան, Տիգրան Մանսուրյան, Ամիր Խանյան, չէ, 18 թվականին հենց առաջինը որ իրենք պիտի զգային ինչ ողբերգություն է գալիս, հիշում եք, ել չեմ ասում են աղբակույտերի մասին, որ պրիվետ ռոբ ինչ որ ասողներ կային, չէ, հավատամ աչքերից թե չէ, ես ոչ չեմ ասում, ասենք, բանը թաթան, որ ես իմ ինչի մեջ է թաթախված թաթայցի անունի նման էլ դրա մասին չեմ խոսում բայց ես մարդիկ էլ չէ 18-ին հիշում եք գնացին հրավիրել էր բոլորին հանդիպան բոլորը ջանիկ ասելով գնացին այդ հանդիպման եւ չէին հավատում իրենց աչքերին ու շատերին մինչ օրս ես չեմ հասկանում շատերին որ մինչ օրս ծպտումները դուրս չի գալի 20 թվականից ես ճիշտ ասած ուզում եմ հասկանալ այզանից բացի ով կար որ այդ օրերին եղել են մարդիկ ոնց որ թե չկային 18-ին որ կանգնեին ասել էս աղետ է չէ կային իհարկե չեմ հիշում անուններ ինչ օգնեք էլի չէ իսկապես օգնեք ով էր հա Շուշան Պետրոսյանը հանրապետական կուսակցությունից էր հասկացանք ուրիշ ես իսկապես չկային երաժիշտներ գիտեմ Տիգրան Սուչյան գիտեմ կային էլի տղեկ կային իմ ծանոթներից ոչինչ այդքան ծանոթ մարդիկ կային երաժիշտներ չէ դժվար որտեղ շատերը իսկապես ձեն չէին հանում ուղղակի կամ հասկացել են որ իմաստակորել է դրա մասին որովհետև ես տենց եմ ուզում մտածեմ ես մտածում իրանք հասկացրել որ իրանց արձագանքել անիմաստ է դեր չի խաղալու ավելի լավ մտածել են երևի դե չասենք
Ինչ պատճառով։ Դե հիմա մենք այդ ավակ սերնդի որ դե մի մասացնել այն ժամանակ էլ տեղ չէր ասում իմ ամենամեծ ներքին մանդրաժ եղել է նաև նրանում, որ ես չեմ հասցրել այն ինֆորմացիան, որին հավատում եմ, որով ձևավորվել եմ, երբ որ ես խոսում եմ, կարող է բաներ կա, որ մարդկանց չեն ընկալում, չեն ընդունում։ Դե հիմա դա էլ է երևի ինչ որ հիմա երբ որ արդեն հիմա երբ որ կործանել է Արցախը 18-ին ես էլ կասեմ որևէ մեկը ինչ չբացատրի որ կա մի խելամիտ մարդ որ ուղեղի մեջ ինչ որ sense նորմալ է այդ ուղեղը թեփով լցված չի որ չի հասկանում որ եթե սա ընտրվեց Հայաստան չի լինելու որ կործանելու են ուղղակի մենք չգիտեմ ինչ են անելու մեզ փրթելու են այստեղ ինչ է կատարվելու հիմա ինչի ոչ մի ձայն չկա իրենցից Հիմա ընդամենը մնացել է 10 քանի օր։ Շատ ուրախ եմ, որ Արման Նավասարդյան վերջապես ու գիտեմ որ շուտվանից այն այդ դիրքորոշմանը որը կա։ Հա, հիմա ինչը մատերի վրա դի մի 4 անուն ասել։ Դե ոչինչ, հիմա այդ մարդիկ էլ կան, դե իրանց էլ է պետք, հիմա մենք ասում ենք ուր են։ Անա Մայլյանը գնաց խոսեց հանրահավաքին։ Տարբեր չէ, կան մարդիկ, ովքեր որ իսկապես կան մարդիկ, որ չեն խոսում։ Ինչ պատճառներով։ Աստված ձեր հետ։ Այն օրը Կիմիջալոց Քրիստինե Վարդանյան, դաշնակցական շատ եմ բավանում այդ աղջկան։ Հրաշալի, իսկապես։ Այսօր Հայաստան դաշինքում են բաց ես կարծում եմ ամենան է, թող շնեղանա ոչ մեկին ցանից Հայաստան դաշինքի ամենազիլ, հստակ, պարզ կռիվ տվող մակարով ազնիվ, այո, առանց այլևայլությունների բնական, այո, ազնիվ, ինքը մի շատ լավ ֆրազա ասեց, ինքը ասեց Ժորժան, չեք գալի, չեք մասնակցում։ Քրիստինե Վարդանյանի մասին է Հայաստան դաշինքից։ Դաշնակցական։ Այո։ Երբ որ ասում էին, երբ որ նա ասեց մի բարձրաձայնեք, որ մեր կողմից եք, մի եկեք ցույցերի, մի եկեք, բայց ամսի 7-ին, երբ որ գնաք ու մենակ մնաք խուցում, այդ քվեախուցում, քվեարկեք ճիշտ։ Թեկուզ դուք հիմա շատերը ինչ-ինչ պատճառներով չեք խոսում դրա մեջ։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ինչ որ մի լումա դրել են Հայաստանում, ստեղծագործող մարդիկ, ովքեր որ ուզում են շարունակել ստեղծագործել իրենց հողում։ Ես այդ մարդկանցից մեկն եմ։ Ես ուզում եմ ապրեմ իմ հողում, իմ տանը, իմ ընտանիքի հետ, իմ հարազատների հետ եւ ստեղծագործեմ էլի թե իմ համար, թե իմ ընկերների հարազատների եւ թե ձեր համար։ Ես ուզում եմ նոր մուլտֆիլմներ նկարեմ այս երկրում։ Ես ուզում եմ նոր ֆիլմեր նկարեմ, հանձնեմ ձեր երեխաների դատին։ Ես ուզում եմ որ իմ գոլեգաները բոլոր արվեստագետները, արվեստով զբաղվող մարդիկ, ովքեր որ ուզում են այս երկրի համար մի բան ստեղծեն, նորից շանս ունենան ստեղծելու, իրանք պետքա թեկուզ չեք բարձրաձայնում Աստված ձեր հետ, բայց գնացեք ձեր շրջապատներով ու ամսի 7-ին ճիշտ ընտրություն կատարեք։ Մի տվեք ձայնը այն մարդկանց, ովքեր որ պատրաստ են այսօր ուղակի ռետինով, այսպես ջնջել ամեն ինչը։ Փագել կոնսերվատորաները սարքել այդ բաները, իրանց այդ ակադեմ քաղաքը, որտեղ Աստված գիտի, ուղակի ամբողջ երիտասարդությունը քաղաքից դուրս է գալու։ Ովքեր են ստեղ մնալու, ոնց է ստեղ լինելու։ Մի ուղակի սկսեք պատկերացնել ինչ անել։ Ազգային մշակույթը ուղակի վերածվելու է։ Վերածվելու է, причем բաներով են օրենքներ են ընդունելու, որտեղ արգելված կլինի։ Մենք ստեղ դառնալու ենք արևմտյան, Ադրբեջան։ Ինքը ես լսել եմ, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, եթե ճիշտ չի թող ուղեն, հետեւյալ ֆրազան հնչեց իր Քարոզ Աշավիրից մեկի ժամանակ։ Երբ որ հարց են տվել, ասել են, այդ ճիշտ է, որ 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստան վերաբնակեցվի, ինքը ասել է 300 ադրբեջանցի չէ, Հայաստանի քաղաքացի։ Այսինքն իրանք արդեն ժողովուրդ ջան, իրանք պատրաստ են այդ մարդկանց, այդ 300,000-ը արդեն իրանք էլ չեն բանանում, հերքում որ լինելու է։ Իրանք քաղաքացիություն են ստանալու ստեղ։ Այդ 300,000-ը վաղը դառնալու է 600,000 ժողովուրդ։ Դուք ինչի մասին եք մտածում։ Ձեր տներում են ապրելու։ Ձեզ բռնդելու են այս տներից։ Պարզա դառնում ինչի համար է շինարարություն է քանակի արվում։ Չէ, չի լինելու։ Ձեզ տներից են հանելու։ Գալու են ասելու են բանին Սուքյասյանին, ասելու են «Էս տեսար, Վասիայա Սիլաչի»։ Էսի քոնը չի, դավա, էսին պապու հողի վրա է եղել։ Դա լոգ բառեր չեն։ Դա ուղակի վախացնելու բան չի, որ ուղակի Քարոզի համար ենք ասում, դա ճշմարտությունն է, դա իրականությունն է, որը մեզ սպասում է։ Արցախը ձեզ օրինակ։ Այն պահին, երբ որ Ադրբեջանը ուզենա նորից բլոկադայի մեջ վերցնի Հայաստանը, նա դա հանգիստ կանի, որովհետև կունենա բոլոր լծակները մեզ պահելու բլոկադայի, մենք փախչելու ենք ստիպված տեղից։ Ուղղակի ոնց այն Արցախը հայաթափ է, այտենց հայաթափվելու է Հայաստանի ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ Կամ այն ինչ որ կմնա այն этаպին, երբ որ արդեն հրահանգը իջեցվի, որ վերջ, էլ ոչ մի հայ չպետք է մնա ստեղ, որտեղ թուրքերի պլաներում միշտ եղել է մի բան։ Ստեղ հայ չպետք է բնակվի, ստեղ հայ չպետք է մնա։ Այս հողը պետք է լինի իրանցը, այս տարածքը պետք է լինի իրանցը,
եւ վերջ, այդ է իրանց պլաներում եղել միշտ ու լինելու է հավերժ ու միակ այս պարագայում փրկությունը այս этаպի վրա դա ոչ ասել այն իրականությանը, որը որ բերում է Նիկոլը, իսկ դա ելի եմ կրկնում, արևմտյան Ադրբեջան իրականությունն է մեզ սպասում։ 65 պլյուս տատիկ պապիկներին ինչ որ բան ունեք ասելու։ Ոչ բան չունեմ ասելու։ Որ շարունակում են այսպես բանի Ամսի 7-ին նստեք տանը։ Միակ բանը կարամ ասում։ Այդ տատիկ, այսինքն սրտիկ ցույց տվողներ, տեսել եք այդ նկարները, այսինքն ման են գալի, այսինքն սրտիկ են ցույց տալի։ Տանը մնացեք ամսի 7-ին, խնդրում եմ։ Եվ Ռոբերտ Քոչարյանի, որ նորից մինչև երեկոյան ժամ 8-ը։ Մի քիչ թուլացել է բան, նորից հիստերիկ առումով այսօր ընկել է իրան դրած գժի տեղ, ընկել է նորից բան Ռոբերտ Քոչարյանի ասցեին ինչ որ բաներ ասել։ Ես հաջողություն եմ մաղթում Ռոբերտ Քոչարյանին, Հայաստան դաշինքին։ Չէ, Նիկոլը որ ասել է նստել եւ դե թող ինչ մա այլ պետք է ասի, ուրիշ ինչ պետք է ասի։ Ինչ են անելու։ Բարձր ասա։ Բղավոցի ժամանակ ոնգորում է եւ Հայաստանի ժողովուրդը ասում է մեկը կա վարչապետը ուզում դառնա ոտու ձեռը ջարդ։ Դե ինչ ասես, այս մարդը ինչ ասես, տեսեք, հիմա եթե մեկ ուրիշը ասել գնացեք Նիկոլենց ոտու ձեռքը ջարդեք, առավոտը տեսեք մեկ ընդդիմացել կգնա, չգիտեմ ինչ կանի, այն քորացած եվրոպական կառույցները որ վեր ընկած են, այստեղ չեն տեսնում, չէ՞ ոչ մի բան։ Մարդը կանգնում է կոնկրետ ահա բեկում է, ինչ լկտի բարապաշարով ինչեր է խոսում, տեխնացուների մասին, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, տեսեք ինչ է անում։ Բոլոր այդ կառույցները, ովքեր այսօր ձենները կտրես սուս նստած են, այդ բոլոր կառույցները բերել են իշխանության Նիկոլին դա 1, երկրորդը հանձնել են Արցախը 2 եւ հանգիստ հանձնում են Եվրոպանից նույն ամբողջական Եվրոպան այդ պսևդո լիդերները որոնք որ ուղակի խնդալու են այդ կլոունները կլոունի վրա են նստած ուղակի այդ բոլոր մարդիկ այսօր հանգիստ կհանձնեն Հայաստանի Հանրապետության Թուրքին եւ վերջապես այսպես կանեն որ բրցան հայերից Էս էլ նայեք էլի մի հատ կարճ ինչ որ բան է չէ ԿՊ-ն եւ ԿՊԱ-ականներն ու ժողովուրդը բան հայհոյում են առանց ձայն եք միացնում տեսեք, այսինքն սենց էլի մի հատ կարճ ինչ մակարդակի ինչ է անում ուր մտնում է ինչի մեջ է գցում դե որտեղ ամեն անգամ տեսնում ենք որ իրանք հա իմիջիալուց եթե եզրափակում ենք հենց այս դրա ֆոնի վրա նրանք զգում են նրանք ագոնիայի մեջ են գտնվում նրանք ըստ երևույթի զգում են իրանց վերջը այդ ներվային վիճակը նաև տարածում է մնացած ԿՊ-ի անդամներին բայց ամեն դեպքում ես շատ եմ լսում որ երկու ծայրահեղ բան եմ լսում որ մեկը իրանք հաղթելու են դա մեկ որը որ էլի իրանց թեզն է երկրորդը այնա որ մենք հավաքական ընդդիմությունը շատ ավելի ուժեղ է ու վարիանտ չկա մենք կրելու ենք այսինքն երկու ծայրահեղ բան եմ տեսնում բայց ես խնդրում եմ կոչ եմ անում ընդդիմադիր մարդկանց հայացքներ ունեցող մարդկանց ուժերին եւ այլ չթուլացնել պայքարը ոչ մի դեպքում չմտածել որ այդ մաթեմատիկորեն հաղթանակը այսօրվա օրով արդեն ակնհայտ երևում է որ մեր ձեռքում կարող է լինել որովհետեւ նրանք պատրաստ են գնալ ամեն քայլի պատրաստ է իշխանությունը գնալ միայն թե պահպանի իշխանությունը մենք չպետք է թուլացնենք պայքարը եւ պետք է հասկանանք որ միայն այդ քվեարկությունը պետք է մարդկանց շարունակենք փողոց տոստաներից տանել մեր կոչերով, մեր ամիջով մարդիկ գնան եւ քվեարկեն պարտադիր դրա կարիքը երևի թե այդտենց վճռական չի եղել խթան է թեև ես կասեի որ 21 թվականին նույն վիճակներ ինչի հասարակությունը չուզես գնալ ընտրությունների բայց այս մեր վերջի մարտն է կարծում եմ սա իսկապես սարդարապատն է ես ուղակի եմ ասում ուղակի բառեր չեն դա իսկապես մենք այսօր այդ սարդարապատի պես մի բան ենք եւ բանա մեծ հայրենական պատերազմում դա Ստալինգրադի մարտներ որից հետո կամներ մենք հիմա այդ եզրին ենք կանգնած մեր սարդարապատն է եւ մենք իսկապես պետք է տեր կանգնենք մեր քվեին գնանք քվեարկենք եւ հետո տեր կանգնենք մեր քվեին մենք այլ ընտրանք չունենք մենք վերածվելու ենք արևմտյան Ադրբեջանի ուզում եք 40 անգամ ասեմ ոնց է Նիկոլը ասում եւ այդ մակը դու ես եւ այդ մեծ մակը դու ես եւ այդ մարդը դու ես եւ մենք այդ նույնը պետք է ասենք որ եթե պարտվենք ստեղ լինելու արևմտյան Ադրբեջան դրանա գնում դրա այդ է գծված այսօրվա օրով մեր ճակատագիրը այդպիսին են գծե մեր թշնամիները մեր ճակատագիրը
Եթե դուք հաշտ եք դրա հետո շարունակեք նույն ձևից էս բայել։ Եթե հաշտ չեք, խնդրում եմ, չեք բացաձայնում, չեք դուրս գալի հանրայինորեն այդ ամիջը ասում։ Այն պահին, երբ որ հայտնվեք ամսի 7-ին, հունիսի 7-ին հայտնվեք քվեախոցում, ճիշտ ընտրություն կատարեք։ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է, ասված է Դավիթ Բաբայանի Դավթի բանտից հղված աուդիո ուղերձում ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին եւ բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը Նյուզեմին փոխանցել է Բաբայան ընտանիքի միջոցով եւ ճիշտ է ասում Ծառուկյանը, որ եթե դե դու տենց խոսում ես, հոխորտում ես, բղավում ես, այս սրիկա, դե գնա ու Բաքվի բանտից բեր, ինչ խոշտանգման են ենթարկում եւ ինչի տակ են գտնվում մեր Հայաստանի քաղաքացիները եւ փաստորեն հիշեք, նա ով որ գնում է Նիկոլին, ես իսկապես չգիտեմ ոնց ասեմ Դավիթ, ես այնքան եմ ասի, ես էլ չգիտեմ, էլի, ինչքան անաստված, անխիղճ, անսիրտ, ինչքան դու չմարդ, անուղեղ, ինչքան տականք պետք է լինես, որ քո հայրենակցին, քո հայրենակիցներին, քո հարազատներին, քո ժողովրդին, քո հայրենիքը ինքը գցի այսօրը, որ դու ինչքան տականք պիտի լինես, որ քո այդ փոքր շահի համար, մի մաս այդ փոքր շահի համար են գրում, որ ինչ որ sense բիզնեսը, ինչ որ փող, ինչքան տականք պիտի լինես, ինչքան ավարտված մարդ պիտի լինես, որ այդ ամեն ինչից հետո գնաս ես հրեշին ձայն տաս։ Ով ես դու էլ ինչքան չմարդ պիտի լինես, որ դու ընտրության չգնաս, ես չգիտեմ, ինչքան դու պիտի կենթանի լինես, որ դու Բակո Սահակյանի աչքերը միած չհիշես, Արկադի Ղուկասյանին միա դու չհիշես, Դավիթ Բաբայանին չհիշես, Դավիթ Մանուկյանին չհիշես, Ռուբեն Վարդանյանին չհիշես, այն մյուս հայրենակիցների հետ ինչ են արել, ինչ տնաքանդություն են բերել, դուք ինչքան պիտի մարդ չլինեք, որ այս ամեն ինչից հետո գնաք Նիկոլ ընտրեք, դուք ինչքան մարդ չեք, դուք ինչ եք, դուք ինչ եք ուտում, դուք ինչ եք, դուք ինչ դասիրակություն եք, դուք ինչ մամա եք տեսել, դուք ինչ պապիկ եք, Պապի տատի եք տեսել, դուք ինչ եք տեսել, դուք ով եք դուք, որ այս կամից հետո դուք չպիտի գնաք, կամ գնաք իրան, ես չգիտեմ, էլի, ես այդ չգիտեմ ինչ կարելի ասել։ Դուք ասում եք Դավիթ Բաբայանի աչքերը ոնց մարդիկ կան։ Այս մարդ չկա այստեղ, նայեք, այստեղ էլ մարդ հոգի չեն թողել, այս մարդիկ ուրվական են դարձել, դուք հասկանում եք ինչ են արել այս մարդ, ես չեմ կարողանում նայել ես, դուք հասկանում եք ինչ են արել, դուք հասկանում եք, գիտեք չէ որ սա ում պատճառով ա եղել, գիտեք չէ որ ձեր պատճառով ա եղել, որ դուք 18-ին ընտրել եք, ձեր պատճառով ա եղել, որ դուք պաշտպանել եք, որ դուք 19-ին ընտրել եք, որ դուք 21-ին ընտրել եք, որ դուք հիմա ձեր պատճառով, ախր Աստված կա, դուք դաժան բանի մեջ կհայտնվեք, ախր Աստված կա։ Լավ, մի հատ ստապվեք, էլի մի պաս ստապվեք։ Ինչպես որ սխալվելու իրավունք ունես, նույն ձևի սխալվելու իրավունք ունես։ Այդ սխալը ուղղելա պետք, սխալը Հավիտյանա դառնում։ Եթե սխալը չես ուղղում, ինքը դառնում է Հավիտյան քո վրա դաջվում է։ Դու կրելու ես այդ մեղքը մինչև կյանքիդ վերջ եւ ոչ միայն դու, քո զավակները, Աստված ոչ անի, չգիտեմ։ Լավ, Ռոբերտ Քոչարյանը դուք ասում եք Բակո Սահակյանի աչքերին նայում գնում են երաբլու իրանց երեխաների աչքերի մեջ են նայում, ու էլի չեն տեսնում։ Դե ոնց բացատրես այդ մարդկանց։ Չգիտեմ ոնց բացատրես։ Ես ասում եմ ազգային ժողովի մոտ հանրահավաք էր, ես տեսա այնտեղ Ալիսան ինչ էր անում։ Այդ մինուճար բալային կորցրած, ես չգիտեմ որտեղ է, ես վազելով մտածում եմ երբ պիտի հասնեմ, որտեղ ես ամոթի գետինն էի մտնում, որ ոնց կարող է Ալիսան այդ հոգեվիճակում, որդի կորցրած ինքը այդ պայքարի մեջ է, որ էլ բան չկա իր համար ապագա, այդ մեկն ուներ կորցրելա, ու մենք սես նստած հանգիստ ասենք ոչինչ, ում համար Ալիսայի այդ կռիվը ինչի համար էր, այդ Արցախի հիշատակի, իր որդու հիշատակի չէ, որ այս մի կտոր հողը մնա չէ, Ալիսյան կարող ասի, չէ, ամենաթանկից տարել են։ Էլ ինչ ունեմ կորցնել։ Բա եթե ինքը գնում է այդտեղ, Աստղիկը գնում է այդտեղ Գալեյան, էլ մյուսը գնում է։ Դուք իրավունք ունեք այս ամեն ինչից հետո սենց հանգիստ նստեք ընտրության չմասնակցեք կամ գնաք ընտրության, ով կործանել է այսքան ճակատագրել, մերս հայրենիքը սենց կործանել է, դուք այս կամից հետո ես չգիտեմ, դուք ինչ եք, լավ, ինչ եք, դուք ոնց բացատրենք ձեզ։ Ոնց կարելի է այս ամեն ինչից հետո։ Հակամ մարդկային է ինքը, էլի, այդ մարդկային օրենքներից դուրս է իսկապես, ես չեմ հասկանում։
Սալավյովը ճիշտ էր ասում, ես Ուկրաինայում հիմա ինչ որ տեղի ունենում այդ իր աշխատակազմի ղեկավարը հիմա բացահայտել են, չէ՞, միլիոններ են կերել, ինչ են արել։ Այս անասունները փաստորեն, գիտեք, չէ՞, սատանաների են բանը, բախտագուշակների հետ են աշխատել, այսինքն իրանք սատանայի ծառաներ են։ Ի վերջո այդ բախտագուշակներ չգիտեմ, իրանք սատանաների հետ գործ ունեն, չէ՞։ Հավատավոր մարդը, հավատացյալ մարդը չի հավատում, ինքը Աստված ունի եւ վերջ։ Եվ իրանք այդ սատանիզմի մեջ վստահ գնացել են առաջ եւ այդ ձայնագրությունները հիմա ամբողջը հրապարակ է դուրս եկել։ Լավ, դուք Աստված չունեք, Համաշխարհային էլիտան է այդ բանի մեջ, այդ նույն Էփշտեյնի այդ բոլոր պատմությունները, որոնք որ ամենափոքր դոզան ենք մենք հենց տեսել։ Այդ ամեն ինչը հարցը նույնիսկ նրանում չի, ինչ աստիճան այդ ամեն մեզ վնաս տալի։ Խոսքը գնում է դրա մասին, թե ինչ արժեքների կարող են այդ մարդիկ։ Այսինքն բարձա որ այդ բանը, չգիտեմ, սատանիստները չեն գնում ունենց անում, որ այս կոնկրետ մարդուն վատանի ու վատարեն, դե դրան էլ եմ հավատում որոշ չափով։ Հարցը նրանում է, թե դու ինչ մշակույթ ես կրում քո մեջ, ինչա քո մեջ նստած, ինչա ապրում, ինչով ես դու ուղղորդվում, որ պետություններով վերացնելու պահանջ ունեն այդ տականքները, այդ վամպիրները իրոք։ Հիշում եք, որ մտավորականների խումբ էին գնացել Արցախ, Բաքու Սահակյանը, քանի որ դուք այդ խմբում եք, չէ՞, կարծեմ։ Եղել եմ, այո, հարուտ եղել է, պատիվում։ Լավ, հիմա լուր, գոնե ձայն չեք հանում, բոլորդ կար, չեն, Հախվերդյանը, որ զզվում եմ հիմա քո երգերը լսելուց։ Ես ներողություն եմ խնդրում, որ Ռուբեն Հախվերդյանի երգերի մեծ մասը դե այդ նողկանքի մասին չեմ խոսում, մնացածի մասին։ Մի հատ sense հիշեք էլի, հիշեք այդ հողու ջուրը, ինչ եք զգացել, ինչա ձեզ տրվել։ Ու այսօր կորցված մի քիչ մարդ եղեք, էլի, մի քիչ։ Հիմա մենք ասում ենք, ինչ ասեմ, չգիտեմ, մի քիչ, էլի։ Այդպես է։ Մի քիչ ձեր մեջ մարդկություն ունեցեք ու ես չգիտեմ, գոնե սրիկ, մարդ մի եղեք, գոնե չես խալ ասեցի, սրիկա մի եղեք, չեմ ասում մարդը, լավ, գոնե սրիկա մի եղեք, էլի։ Այն մարդիկ, ովքեր որ զգում են իրենց մեղքը գործած 19-20 ես էլ եմ իմ մեղքերը։ Գոնե սրիկա մի եղեք, բան կա, հետ քաշվեք, էլի։ Գոնե փորձեք այդ սխալը ուղղել, այլ ընտրանք չունենք մենք, այլևս ուրիշ շանս չենք ունենալու, դուք էլ չեք հասցնելու։ Թուրքը չի հարցնելու։ Արցախում հարցրեց, ով էր պատրաստ սրանք հարց տվել է Արցախում։ Արայիկ Հարությունյանի նման մարդուն չներեցին։ Արցախում հարց տվել է, Հայաստանում հարց է տալու Ռուբեն Բաբայան։ Այդ գլուխը շոյելու ասի, արի դու մեր ջիգարն ես։ Ադրբեջանցին Ռուբեն Բաբայան ասելու է, արի մեր ջիգարն ես դու, հա, թուրքի ջիգար ես դու, ադրբեջանցու չի ասելու, քեզ չի ասելու, քո Սորոս պապան չի փրկելու քեզ։ Ինչքան ուզում ես այդ գրանտները ցույց տուր տղտերը, չի փրկելու։ Գիտեք ինչ չի փրկելու, որովհետև այդ կուտոկը դավաճանական իմ կարծիքով, կուտոկը մարդկանց էլիտայի, երբ որ իրանց երեխեքը ծնվեն, կարող է հանկարծ իրանց մեջ հայություն գենետիկորեն գա։ Այն մենակ նրա համար որ ձեր երեխեքի մոտ չարտնանա գենետիկորեն այն հայը, որը բոլորիս մեջ նստած է, ցենց ասենք, հա, Հայկ Նահապետը, որը ամեն մեկիս մեջ մի քիչ նստած է։ Այ որ հանգարց այդ նոր Հայկ Նահապետ կամ Անդրանիկ կամ Գևորգ Չաուշ կամ Վազգեն Սարգսյան կամ Ռոբերտ կարող է չծնվեն հանգարց իրանք կվերացնեն թե ձեզ եւ թե ձեր զավակներին։ Եվ վերջապես ես նաեւ ձեր կարծիքներ կուզենայի լսել, շատ եմ խոսել դրա մասին։ Իհարկե ամենամեծահարուստն է հայ ժողովրդի մեջ Սամվել Կարապետյանը, ամենաբարերարն է, չկա, մեծ բարերար է Սամվել Կարապետյանը։ Դուք կարծում եք Սամվել Կարապետյանը չէր կարող ձևը գտնել եւ այս ամեն ինչի մեջ չխառնվել։ Իհարկե կարող էր։ Իր նման իր չափ չունեցող, բայց ասենք քանի միլիարդերներ կան աշխարհում եւ Ռուսաստանում, որ անունները ծպտված են բոմժեք դուք, որտեվ երկիրը գրում է դուք բոմժեք, որ ոչ մի բան չեք անում։ Իրականում այսօր իշխանությունը այսօր հենց տղեկի դեմ էլ կռիվանը, որտեվ թե 18 թվականին Ռոբերտ Քոչարյանը կարար հանգիստ պլստար էս ամեն ինչի։ Հիմա դրա մասին հենց հիմա գալիս եմ դրա։ Հիմա Սամվել Կարապետյանը բերել է 400 միլիոնի չափ 300 քանի միլիոն դրել է հեցի մեջ, ցենց ասում է տանում է ստար։ Դրել է, չէ՞, ինքը որտեվ խնդրել են իրան։ Այսքան միլիոններ դրել է, չգիտեմ, միլիարդի չափ արել է, այս ամեն ինչով հանդերձ եկավ, ինքը չգիտեր որ կարող է իրան բանտեն, չգիտի որ կարող է ինչ ասես անեն, գիտի չէ, բայց մտել է տղամարդու ասում է ռադդ քաշելու ես ու այդ կռվի մեջ է մտել։
Ռոբերտ Քոչարյանը չգիտեր ձևը չգար։ Իրանք ամեն ինչ այստեղ էլ ուժեր կային, այնտեղ էլ իրանք ամբողջ նպատակը 18 թվին հասկացել էին ուժեղ տղեն Ռոբերտ Քոչարյանն է։ Ամեն ինչ անում է, որ այդ չլինի, չէ՞, չգիտեր ձևը։ Չգիտի, ասենք Պուտինի թիվ 1 ընկերներից եղել, չգիտեր ձևը այնտեղ լիներ կամ ձևը մնար մի ուրիշ չէր կարող, ոչ թե ձևը չգիտեր, չէր կարող, իհարկե կարող էր։ Բայց եկելա, չէ, այն վերջին կռիվն են տալի, լավ, էլ ոնց ձեզ տղրդացնեն, արտնացնեն, ասեն, լավ, արտնացեք, հասկացեք, հերիքա, մի կործանեք ձեր թորների ճակատագիրը, մի կործանեք, ձեր երեխաների ճակատագիրը մի կործանեք։ Սենց օրինակ մտքովս անցավ մեկ փոքր ժամանակ, երբ որ Բաքուն ֆուտբոլ էին խաղում, սենց երկու լիդերներ կանգնում էին, գնդակը բռնում էին, ու ասում են ով իմ տնից է ու կանչում էին ամենաուժերներ, ու մարդիկ ընտրում էին, որ թիմը գնային։ Մենք երեխեքով որոշում ենք, այս թիմը գնանք թե չէ։ Բայց պատկերացնեք, ինչ որ մի հատ տնից թիմն էր, որը բանսարքու, լաչար, լիր, իրար ամբարոյական, անկիր, թքող, խումար խաղաց, ինչ զզվերի մի հատ ինչ ասես կուտոկ է։ Թմրամոլ։ Մյուսն էլ մած սպորտսմեն տղեկ են, ցես ֆուտբոլ խաղացը, հաղթած, արարած, ստեղծած, թիմը լներ, ասես որ դու հասկանում ես որ այդ թիմը ասես թիմ է, ու դու ընտրես ոչ թե այս թիմի կողմից խաղաս։ Այլ գնաս նրանց հետ մի թիմ մտնես, որ գնաս բան զապաս նստես, իհարկե կարող կանչեն, կարող չկանչեն, կամ պետք կգաս կամ պետք չգաս, կգնան գնդակը բեր, բան չսա զզվելի ինչ որ այդ թմից, հիմա ընտրությունը դա է, այն թմից ենք դուք մենք այս ֆուտբոլը խաղալու թե այս թմից ենք խաղում ֆուտբոլը։ Ինչու Ռոբերտ Քոչարյանը պիտի ձայն տալ։ Բոլոր իր հատկանիշների շնորհիվ պետքա գնանք իրան Քահանայի թոր Ուրեմն մարդ որը պատերազմ է, մարդ որը հանել է փոսից մեր երկիրը։ Բացառիկ գերազանց սովորող հիշում եք իր մայրը մի հարցազրույցի ժամանակ ասեց, երբ որ գնաց Մոսկվա քննություններ տալու ինստիտուտ, հետո պոլիտեխնիկում ասեց, երբեք չեմ հարցրել ինչ քննություն է։ Ես գիտեք ինչի հարցրել մայրը, որտեվ ասում է դու իսկ կասկած չունի որ գերազանց։ Գիտեք ես ինչի կգնամ ու կընտրեմ Ռոբերտ Քոչարյանին, որտեվ իմ ասած 18 թվականին նա չվախեցավ Նիկոլից, եկավ եւ իր խաչը տարավ մինչեւ վերջ ու այսօր շարունակում է պայքարը այս տականքների դեմ, այն տականքների դեմ, որոնց դեմ ես ինքս անձամբ դեռ 16 նույնիսկ երևի 15 թվականից ես զզվանք եմ, նողկանք եմ ապրել, ատել եմ իրանց ամեն բջիջովս ու իրանց դեմ եմ եղել։ Հիմա կա մարդ, փառք Աստծո, որ այդ մարդը կա, որը ինպես ատում է սրանց։ Ես գնալու եմ իրան թեկուզ դրա համար ընտրեմ։ Եվ տևական ժամանակ ասում էին բանը հայր մերը չգիտեմ հայ ասենք այնպեսի անհետեցություն են անհարմար եմ զգում կրկնել քահանայի թոր վերջին եկեղեցին ա եղել որ փակել են որտեվ դե պարզա չէ ինչ կամային մարդ ա եղել որ միջև վերջ պայքարել է իր պապը որ չփակել գործկոմի նախագահի տեղակալի տղա այն որ ասում էր չգիտեմ ինչով ա եղել սովետական միությունում ասենք ո՞նց պիտի ապրած լինի պարզ չի գիտակ նյուժել այդ մարդիկ չգիտեն որ ինքը քահանայի թոր է Իհարկե դե ցինիկ էր ինքը հիմա դե այդ գծողը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին եք ասում դե ինքը այնուամենայնիվ հիմա բայց իրանց ոչինչ ասել պետք չէ որտեվ հիմա իրանք պայքարի մեջ են իրանք էլ հասկացել են որ այս ազգակործան իրենց աճեցրած ազգակործան պատեղասը վերջապես հույս ունեն որ հասկացել են պայքարի մեջ են հույս ունեն որ հասկացել են եւ այսպես եթե դուք տեսեք ինչ մի օրինակ չէ որ ասեն քահանայի թորանը տեսեք ինչ էին ասում գործկոմի նախագահի տղային գիտնական մարդու տղային ասում էին չգիտեմ այսինքն էլ ինչ էի գելի ուզում էլ ինչ որակ բացարձակ հետաքրիր է էլի օրինակ էլ ինչ որակներ պիտի ունենալ պատերազմում հաղթում է բացառիկ ասենք սովորող գիտնականի գործկոմի նախագահի տեղակալի տղա քահանայի թոր ասենք էլ ինչ է էլի էլ ինչ եք ուզում ուզում հասկանալ ինչ ա ձեր ուզածը չէ իրանց Քնձարոտ մի հատ փողոցի ինչով անեք։ Դե փաստորեն ու պետք էր էլի այս ազգին այս ամենով պետք էր անցնել, բայց խնդրում եմ ձեզ հերիքա էլի այդ էքսպերիմենտները այս ազգի հետ անցկացնեք ու թողնեք էլի նույն մարդկանց ձեռքում, ովքեր որ հազարներով զոհեր են տվել, հազարներով հողեր են կորցրել, ապագա ենք կորցնում ու դառնում ենք մեր թշնամու բանը ոնց է կոշիկ մակրոները ոնց են կոչվում։ Հենց այդպես կոշիկ մակրոներ ենք ակնկալում ստեղ թողնել մի քանի հազար հոգու։ Եթե Բայց Դավիթը շատ ճիշտ բան ասեց։ Իրենք շատ լավ հասկանում են որ անգամ այն որ թվում է թե սենց դավաճանական բանդերանում կարող է հանկարծ նրա որդին կամ թոռը գենը արտնանա հայի եւ իր համար խնդրեմ ստեղծի, հետեւաբար թուրքը
անում է այն ինչ որ արել է ողջ արևմտյան Հայաստանում, արևելյան Հայաստանի մի մասում, երեխաներին են այդ անում է այն կամակը ինչ որ արեց Արցախում, անելու է այն ինչ որ արել են այնտեղ անելու է նույն բանը Դու դրա Հայաստանում։ համար կոտորածը այդ մասշտաբների հենց իրանք ոչնչացնում են երեխաներին, կանանց, ովքեր որ պոտենցիալ կարային հղի լինեին եւ այլն, այսինքն վերացնում են այն մարդկանց, ովքեր որ կարան տան շարունակություն։ Ինչը որև արեց նաեւ այս իշխանությունը 2020 թվականին ոչնչացնելով այն սերուցքը Հայաստանի, որը որ այսօր արդեն պետք է հարսանիքներ խաղային, երեխաներ ծնվեին այդ տղաների մոտ 44 օրյայի տղեկի մասին է խոսքը։ Իրանք արդեն պետք է երեխեք ունենային, իրանք արդեն պետք է վերադարձած լինեին պատերազմից, հաղթանակած լինեին, դաստիարակեին, ոգևորեին իրենց երեխաներին, զավակներին։ Այդ երեխաները, որոնց որ դեմքը մենք այսօր չենք տեսնում, իրանք այդ նույն ծրագրի մի մասն էին։ Պետք է ոչնչացվեր մաքսիմալ շատ մարդ, որ վախ մտներ հայ հասարակության մեջ ու վերացվեր սերուցքը հայ ազգի։ Դրա համար կոչ էին անում ոչ թե դրսից այդ բանը ջոկատներ կազմեք, հենց գնացեք ավտոբուսներով ռմբակոծվում են այդ ամեն ինչը, այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են առաջի իսկ պահից գնալ եւ մարտնչել։ Այդ մարդիկ այսօր չկան։ Ու դրա մեղավորը, որ իրանք այսօր չկան։ Միայն ներկայիս իշխանությունն իր ամբողջ այդ իր զանգվածով, այդ իր բանով ու դուք սատարելով իրան դառնում եք մասնակից այն հանցագործության, որ նրանք կատարել են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։